Հարցազրույցի եմ հրավիրել Ուժեղ Հայաստան կուսակցության անդամ Ռուբեն Մխիթարյանին։ Շնորհակալ եմ, պարոն Մխիթարյան, եւ պիտի խնդրեմ այս պահին իհարկե նաեւ իրազեկեմ մեր հեռուստադիտողներին, որ մենք գտնվում ենք հակակոռուպցիոն դատարանի մոտ, որտեղ մի քանի ժամ է շարունակվում էր Սամվել Կարապետյանի դատավարությունը, եւ ես կխնդրեմ ձեզ ներկայացնեք վերջի պահը։ Մենք քիչ առաջ Նարեկ Կարապետյանից տեղեկացանք, որ դատավորը նպատակ ունի եւս 3 ամսով երկարացնելու կալանքը։ Ձեր կարծիքը, կարծես թե ներսում ես հասկանում եի, որ հույսեր կային, որ նաեւ ձեր շարժման անդամների, կուսակցության անդամների ներսում կային այդ հույսերը, որ այսօր ազատ էր արձակվելու, այսինքն տնային կալանքը վերանալու էր, բայց նորից հույսերը կարծես հոգս են ցնդում։ Հույս միանշանակ մենք էլի ունենք, որովհետև մի փոքր ուղում անեմ, ոչ թե դատարանն է որոշում կայացրել կամ նման մտադրություն ունի, այլ դատախազությունը միջնորդություն է ներկայացրել հետաձգելու, ցկցկելու կալանք, այսպես ասենք, 3 ամիս ժամկետով իրենց սցենարն է, ձերքի որևիցե փոփոխություն չկա, զարմանալու էլ չի հանգես, որովհետև փոքրիկ խմբակի ամբողջ գործընթացն ու գործողությունները ուղղված են նրան, որ հանգարց Սամվել Կարապետյանը մարդկանց հետ հնարավորություն չունենա հանդիպելու, որովհետև հենց իրենք շատ լավ հասկանում են, վստահեցնում մեզանից լավ են հասկանում, որ բանի Սամվել Կարապետյանը ոտքը դրեց դուրս, ժողովրդի շատ ավելի շատ հետ շփման ճապարագայում շատ ավելի շատ մարդ է լինելու մեր կողքին, իր կողքին, դրա համար ինչ հնարավոր, ինչ տարբերակներ հնարավոր է օգտագործում են, բայց դատական նիստը հետաձգվեց, իրականում, եթե չեմ սխալվում, նշանակված է վաղը չէ մյուս օրը նիստը նույն տեղից շարունակվելու է, այսինքն որպես այդպիսին որոշում չունենք, ու ես լիահույս եմ, որ ամսի 17-ին արդեն պարոն Կարապետյանը նաև ֆիզիկապես մեր կողքին է լինելու։ Պարոն Մխիթարյան, որպես իրավաբան ինչ կասեք, 3 տարածված այդ ձայնագրության հետ կապված, դա բավարար հիմք էր, որ կանանց ընդ որում բավական կարելի ասել համաժամանակ է, Ուժեղ Հայաստանի 2 կանանց գալիս են բերման են ենթարկվում, այսպես ձերբակալում են, պարզվում է երկուսը փոքրիկներ ունեն, ընդ որում մեկը կրծքով է կերակրում իր զավակին, այսինքն այս ամբողջ ներկայացման իմաստը որն է։ Սա Նիկոլ Փաշինյանի ձեռագիրն է ներկայացումների շնորհիվ, ինչ վերաբերում ես կխնդրեմ իմ անձնական կարծիքով մենք չպետք է այս պահին մտածենք երեխաների մասին, բացատրեմ ինչի։ Երբ որ մենք խոսում ենք, ես երկուսին էլ շատ ու շատ լավ ճանաչում եմ, թե մեր Կոհարին եւ թե Բերժինեին, ինձ շատ հարազատ մարդիկ, ես գիտեմ, որ այս մարդիկ միանշանակ ոչ իրավաչափ որևիցե գործողություն չեն արել։ Այստեղ ամենակարևոր գործոնն այն է, որ անմեղ մարդ է, ոչ թե երեխա ունի մի կալանավորեք, որովհետև հանցագործություն է արել կամ զաքչին այլ ոչ իրավաչափ գործություն, այլ իրոք այս մարդիկ որևիցե բան չեն արել, ելի եմ կրկնում, խոսում ենք իրավաբանության մասին, բայց Նիկոլի տարում իրավաբանությունը քանի որ երկար ժամանակ է ոչնչացման եզրին է, իրավական որևէ գնահատական տալը ճիշտ չէ։ Լավ, իրավականը թողնենք, որովհետև իսկապես վատ դեպքեր են տեղի ունենում, որ սկսում ենք մտածել, որ համակարգը ուղղակի խարխլված է, իսկ քաղաքական տեսանկյունից համախմբման առումով Ուժեղ Հայաստանը ի վերջո դառնալու է այն մագնիսը, որի շուրջ կհամախմբի տարբեր քաղաքական ուժերի գործընթացը իհարկե սկսված է, բայց բավարարվելու եք դրանով, թե շարունակական է լինելու։ Ամեն օրյա ռեժիմով աշխատանքներ են կատարում, առաջ են գնալու, ասեմ ավելին, ամեն օր, ամեն ժամ մեր թիմին միանում են նոր մարդիկ, նոր անդամներ, ու սա միանշանակ վստահեցնում է հայրենագիստերին էլ, որովհետև մեկին ընդդիմադիր դաշում չի չեցնելու, բայց միանշանակ համախմբող ուժը, համախմբող մարդը լինելու է ու կլինի Սամվել Կարապետյանը։ Շնորհակալ եմ։ Ձեզ նույնպես։